Ալխաս Ղազարյան։ Շնորհակալ եմ։ Տիկին Գալյան, գործառույթային առումով նշեցիք, որ օրինակ արհեստական բանականության նախարարություն ավելանում է եւ նաեւ արտաքին գործերի նախարարությունը ավելանում է արտաքին առևտրի բառը։ Այս գործառույթները, երբ որ ավելանում են, մենք արդեն կարող ենք կանխատեսել, որ փոխնախարարել պետք է ավելանա, որպեսզի այս մասով կոնկրետ մեկը զբաղվի։ Շնորհակալություն հարցի համար, այս պահին ոչ, նման հարց չի քննարկվում։ Եվ փոխնախարարների թիվը այս պահին այդ նախարարությունների մասով, եթե չեմ սխալվում, փոփոխության չի ենթարկվել։ Նոր փոխնախարարի, նոր հաստիքի ավելացում ըստ էության չի լինելու։ Շնորհակալ եմ, գիտեք ինչու մտածեցի այդպես, որովհետև նախ դա հաստիքի ավելացումը նաև իրենից ներկայացնում է ֆինանսական ծանրաբեռնվածություն նախարարության վրա եւ ընդհանուր առմամբ նաև երբ որ խոսեցիք արհեստական բանականության մասով, նշեցիք, որ նախարարությունը արդեն այդ մասով գործառույթներ իրականացնում է, բայց արտաքին գործերի նախարարության մասում այդ մասը չնշեցիք, դրա համար այս միտքը եկավ։ Ճիշտ եք նկատում, արտաքին գործերի նախարարության պարագայում միջազգային առևտրի բլոկը ավելանում է որպես նոր գործառույթ, բայց մենք ունենք նաև առևտրային կցորդների ինստիտուտը, որը կարիք է զգալու վերագնահատման եւ վերագործարկման եւ կարծում եմ, որ մեր դիվանագիտական ռեսուրսը կարող է առաջին փուլում գնահատվել բավարար, որպեսզի մենք չավելացնենք լրացուցիչ հաստիկներ, որոնք ենթադրում են լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում։ Այնինչ կլինի հետագայում ցույց կտա ժամանակը։ Շնորհակալ եմ։ Մամիկոն Ասլանյան։ Տիկին Գալյան, բացի այն, որ բովանդակային առումով չկան ներառված որոշ նախարարություններ, որ պիտի լինեն, ես մի քիչ ձևական կողմի վրա կուզեի անդրադառնալ, օրինակ արտաքին գործերի նախարարությունը ցանկացած պետական կառուցվածքում շատ առանցքային եւ տիտղոսավոր նախարարությունների թվին է դասում պաշտպանության եւ, ասենք, արտաքին գործերի, որ նույնիսկ նախագահական երկրներում կամ վարչապետական վերապահված է, ասենք, հենց դրանով իսկ առանձնացված է կարևորությունը արտաքին գործերի նախարարության եւ դրան հիմա կցել առևտուր, թեկուզ միջազգային, կարծես թե գործառույթների մասով գործառույթներ են ավելանում, բայց անվանման մեջ մի քիչ շատ տարօրինակորեն մեր արտաքին գործերը կարծես թե կապվում են ինչ-որ ասոցիատիվ առևտրի հետ։ Ես օրինակ ինձ համար անկեղծ ասած անընկալելի է, ինչու արտաքին գործերի եւ առևտրի, միթե առևտուրն ու արտաքին գործերը այդքան իրար հետ համահունչ են, իհարկե գործառույթային մասով դուք ճիշտ եք գուցե, բայց անվանման մեջ ես գտնում եմ, որ մի քիչ ոչ ամփոփեք, պարոն Ասլանյան։ Ամփոփեցի։ Շնորհակալություն հարցի համար։ Իրականում ես իմ խոսքում նշեցի, որ այս փոփոխությունները ձևական բնույթ չեն կրում եւ արտացոլում են մեր քաղաքականությունը, մեր առաջնահերթությունները։ Ինչ նպատակ ենք հետապնդում մենք։ Մեր նպատակը երկրի տնտեսական զարգացումն է, որը դժվար է պատկերացնել առանց միջազգային առևտրի խթանման։ Եվ հետևաբար դիվանագիտական կորպուսի գործունեությունը պետք է միտված լինի նաև միջազգային առևտրի խթանմանը, որը կբերի մեր տնտեսության աճին, այսինքն միտքը տնտեսության զարգացումն է, դրա իրականացման եղանակը, միջազգային առևտրի զարգացումը եւ ավելի լավ, քան արտաքին գործերի նախարարությունը, դժվար եմ պատկերացնում, թե այս գործառույթը ով կարող է իրականացնել։ Ես մի բան էլ ասեմ, նախորդ ժամանակահատվածում մեր դիվանագիտական կորպուսը գործել է կոնֆլիկտի հաղթահարման տրամաբանության շրջանակներում, արձագանքեք խնդրեմ, եթե թույլ տաք։ Արձագանք։ Երեք նույն տրամաբանության մեջ մենք նաև ունենք ռազմական կցորդներ, այսինքն ենթադրաբար կարելի է նաև արտաքին գործերի նախարարությանը կցել պաշտպանության նախարարությունը, տնտեսական բլոկով զբաղվող փոխվարչապետ կա տնտեսությամբ զբաղվող էկոնոմիկայի նախարարություն եւ ներդաշնակեցման միջոցով կարելի է այդ հարցը լուծել ոչ թե այդ կարգի տիտղոսային
անվանում ունեցող նախարարության ավելացրել առևտուր, ընդհանրապես սա էր ասելիքս։ Բովանդակային առումով, գործառույթային առումով ես որևէ ինչ-որ խնդիր չեմ տեսնում։ Զուտ պատկերացրեք հնչողության թեկուզ առումով արտաքին գործերի եւ կակոյնի բույց առևտրի կներեք էլի։ Ես չէի ուզենա նսեմացնել միջազգային կամ արտաքին առևտրի դերը եւ համաձայն չեմ ձեր այն կարծիքի հետ, որ այդ անունը տալը կարող է նսեմացնել նախարարությունը, նախարարության անվանման եւ գործառույթի համատեքստում։ Ամեն դեպքում միտքս շարունակեմ, որը կիսատ թողեցի։ Նախորդ ժամանակահատվածում մեր դիվանագիտական կորպուսը առավելապես իր աշխատանքը նվիրել է կոնֆլիկտի հաղթահարմանը եւ կոնֆլիկտից բխող իրավիճակներում գործառույթների իրականացմանը։ Հիմա մենք կոնֆլիկտի տրամաբանությունից դուրս ենք, քանի որ հաստատվել է խաղաղություն եւ հաստատված խաղաղությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս մտածել մեր երկրի կայուն խաղաղ զարգացման մասին եւ մեր տնտեսական աճը, որը պետք է տեղի ունենա անպայմանորեն, պետք է կապվի անխուսափելիորեն արտաքին առևտրի զարգացման հետ։ Եվ նաև մեր առաջարկը բխում է առաջավոր երկրների փորձից, եւ օրինակ Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կանադա, Իռլանդիա եւ այլն այս գործառույթը պատվիրակված է հենց արտաքին գործերի նախարարությանը։ Շնորհակալություն։ Գեղամ Մանուկյան։ Տիկին Գալյան, կամուկացի մեջ եմ, առաջինից երկրորդ ընթերցում բարեփոխման առաջարկ ներկայացնեմ արտգործնախարարության հետ։ Ես մտածում եմ արտգործնախարարությունը կոչենք խաղաղության եւ թրիփի անվան արտաքին գործերի եւ վարդերի արտաքին առևտրի նախարարություն, դա ծիրուն կլինի։ Բայց մի բան ասեմ, ձեր ներկայացրած նախագծում բյուջեում փոփոխությունների բաժին կա, ծախսերի ավելացում, պակասեցում։ Արդեն ասացի, որ այս պայդրությամբ ծախսերի ավելացում չի նախատեսվում։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, արդյոք առաջարկ անեք թե չէ, եթե դա հարց էր, ապա դա ձեր իրավունքն է։ Առաջարկն ուղարկեք արդարադատության նախարարություն, կդիտարկենք եւ կպատասխանենք ձեզ։ Արձագանք։ Արձագանք։ Տիկին Գալյան, նայեք, ամբողջ երկու նախարարության, մի նախարարության անունն է փոխում, հաստիկներ են եւ այլն, սկսած դրոշներից վերջացրած հաստիկներ։ Կարելի է ենթադրել, որ արտաքին գործերի եւ առևտրի նախարարությունից հետո այլևս չենք տեսնելու, մտածում ենք Գևորգ Պապոյանի նախանելու է գործից, եւ չենք ամեն օր տեսնելու Գևորգ Պապոյանի ռիլները, թե օրական քանի վարդ եւ ելակ է արտահանվել Հայաստանից։ Այսինքն էկոնոմիկայի նախարարությունից արտաքին առևտրի ամբողջ գործառույթը հանում եք, տանում եք արտաքին գործերի նախարարություն, թե ինչպես շատ հաճախ է լինում, մի քանի գերատեսչություն անօգուտ զբաղվում են նույն խնդրի լուծմամբ։ Շնորհակալ եմ։ Ոչ, դուք նախագծին երևի չեք ծանոթացել, էկոնոմիկայի նախարարությունը շարունակելու է որոշ գործառույթներ ունենալ միջազգային առևտրի զարգացման համատեքստում, մասնավորապես աջակցելու է միջազգային առևտրի խթանմանը։ Դա նշանակում է, որ ներքին ապրանքաշրջանառության համատեքստում էկոնոմիկայի նախարարությունն է լինելու պատասխանատու ստանդարտների սահմանման եւ այդ ստանդարտների պահպանմանը, այդպիսով նպաստելով, որպեսզի մեր ապրանքները լինեն արտահանելի։ Հետևաբար էկոնոմիկայի նախարարությունը շարունակելու է մեծ դեր ունենալ այս հարցում եւ մեր երկու նախարարությունները գործելու են փոխլրացման տրամաբանության մեջ։ Ասեմ ավելին, կառավարությունը կոլեգիալ մարմին է եւ այսպես թե այնպես մենք մեր լիազորություններն իրականացնում ենք փոխլրացման համատեքստում։ Շնորհակալ եմ։ Արեգա Հովսեփյան։ Կարճ նկատառում իրականում արտերկրում մեր դիվանագիտական ներկայացվածությունները եւ հյուպատոսությունները միշտ զբաղվում ու հյուպատոսությունները ոչ այդքան իհարկե, բայց զբաղվում էին դրսից Հայաստան ներդրումներ բերելու այդ առաքելությամբ, ինձ թվում է ամենևին էր պարտադիր չէր նախարարության անվանման փոփոխություն մտցնել, որպեսզի այդ առաքելությունը ավելանա։ Իսկ մյուս իհարկե հիմնավորումներին ծանոթացել եմ ու այնպիսի տպավորություն է, կարծես անվանումը փոխում ենք, որ տվյալ կառույցի աշխատանքի ռազմավարությունը փոխվի։ Այնինչ կարծում եմ տրամաբանությունը հակառակը պիտի լինի, այսինքն ներսից պիտի բխի անվանման փոփոխության անհրաժեշտությունը, այդ տպավորությունը չի ստեղծվում։ Օրինակ, երբ որ բարեկեցության
բառն ենք ավելացնում, ամենևին էլ մարդիկ ավելի բարեկեցիկ չեն դառնում, այստեղ ճիշտ եմ հասկանում, որ որոշել եք որոշակի փոփոխություն մտցնել ռազմավարության մեջ, օրինակ, երբ որ կառավարության պետը ասում էր մարդկանց ուղեղներում է աղքատությունը, հիմա այդ ռազմավարությունից որոշել եք հրաժարվել, այլ ռազմավարություն որդեգրել, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ դիտարկման եւ հարցի համար։ Իրականում տրամաբանությունը այլ է, քան զուտ անվանափոխությունը, որովհետեւ սա ձևական նախագիծ չէ եւ խիստ բովանդակային է։ Ինչու՞։ Որովհետև անվանման փոփոխությունը իրականում արտացոլում է գործառույթի փոփոխությունը եւ հետեւաբար օրինակ արտաքին գործերի նախարարության պարագայում գործառույթների նշում պարունակող տողերում ավելանում են այն գործառույթները, որոնք վերաբերելի են միջազգային առևտրի իրականացմանը։ Ինչ վերաբերում է ձեր մյուս դիտարկում հարցադրմանը, ապա ճիշտ եք, բարեկեցության նախարարություն անվանելով նախարարությունը մարդիկ չեն հավակնում միանգամից դառնալ բարեկեցիկ, բայց սա նշանակում է, որ մենք փոխում ենք մեր շեշտադրումը, մենք խնդիր լուծող նախարարությունից փոխակերպվում ենք խնդիրները կանխարգելող նախարարության, այսինքն մենք զարգացնում ենք զբաղվածության հնարավորությունները, շուկան, ավելի մեծ ներդրում ենք անում անձանց մասնագիտական պատրաստվածության եւ կատարելագործման վրա, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ապահովել աշխատանքով եւ ներողություն մեկ միտքել։ Եվ սա բնավ չի նշանակում, որ մենք շեղվում ենք մեր հանձնառությունից հաղթահարել օրինակ աղքատությունը։ Մենք շարունակելու ենք իրականացնել բոլոր այն սոցիալական միջոցառումները, որոնք մինչ այս պահը իրականացվել են եւ կառավարության ծրագրում դրանց մասին հստակ նշումներ կան։ Իմ հարցը նաև այն էր հրաժարվել այն ռազմավարությունից, որ աղքատությունը մարդկանց ուղեղներում է։ Փաստորեն դուք քանի որ դրա մասին հայտարարել եք կառավարության պետը եւ ես շատ ուրախ եմ, որ որոշել եք հրաժարվել այդ մոտեցումից եւ ավելի բարեկեցության վրա շեշտադրում անել։ Ճիշտ եմ մեկ էլ մի հատ ավելի տեխնիկական հարց, արտաքին գործերի նախարարության որ փոխնախարարի կուրացիայի տակ է լինելու այս գործառույթը առևտրի հետ կապված։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ վերջին հարցից կամ նախարարի հրամանով են սահմանվում կուրացիոն ուղղությունները, հետեւաբար ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ ոլորտի պատասխանատուն չեմ։ Ինչ վերաբերում է մյուս մտքին, աղքատության հաղթահարմանը, ես կրկնում եմ։ Մենք միշտ ասել ենք, վերջերս էլ շեշտադրել ենք, որ այս կառավարության ծրագրով կրթությունը համարվում է ռազմավարությունների ռազմավարություն եւ մենք գնում ենք այն ուղղությամբ, որ պետք է աշխատեն մարդիկ, որպեսզի լինեն բարեկեցիկ։ Այ աշխատանքի հնարավորությունների ստեղծումը, այո, նաեւ պետության պոզիտիվ պարտականությունն է։ Եվ եթե դուք ծանոթացել եք կառավարության ծրագրին, ապա այդտեղ վստահաբար տեսել եք աղքատության տոկոսի կրճատման հետ կապված կետը, որպես ուղենիշային արդյունք եւ տեսել եք նաեւ նոր աշխատատեղերի ստեղծումը։ Նախարարության գործառույթի շեշտադրման փոփոխություն է տեղի ունենում եւ նոր հանձնառության ստանձնման մասին է խոսքը, որ նախարարությունը ավելի ակտիվ պետք է գործի մարդկանց զբաղվածությունը խթանելու, օրինակ չաշխատող եւ չսովորող երիտասարդներին աշխատաշուկայում ներգրավելու եւ նմանատիպ այլ հարցերի համատեքստում։ Շնորհակալություն, հարցերի համար հատկացված ժամանակն ավարտվեց, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարգելի